Եկեք հաստատենք Մատթեոս 22-րդ գլուխում գրված գառան հարսանեկան խնջույքը, այսինքն երկնային հարսանեկան խնջույքը։ Մատթեոս 22-րդ գլուխում առաջին համարում գրված է. Հիսուսը նրանց հետ դարձյալ առակներով խոսեց ասաց. Երկնքի արքայությունը նման է թագավոր մարդու, որն իր որդու համար հարսանիք արեց։ Երբ մենք սովորեցնում ենք Աստված մոր ճշմարտությունը, ոմանք պնդում են, որ մենք սովորեցնում ենք այնպիսի բաներ, որոնք Հիսուսը չի սովորեցրել։ Սակայն բոլորդ, երբ մենք ավելի մանրամասնորեն նայում ենք Մատթեոս 22-րդ գլուխում, ով է սովորեցնում այս առակը։ Եկեք կրկին նայենք 22-րդ գլխի առաջին համարին։ Հիսուսը նրանց հետ դարձյալ առակներով խոսեց ասաց. Ակնհայտ է, թե ով է սա սովորեցնում։ Երկնքի արքայությունը նման է թագավոր մարդու, որն իր որդու համար հարսանիք արեց։ Նա իր ծառաներին ուղարկեց հրավիրյալներին հարսանիքի կանչելու, բայց նրանք չկամեցան գալ։ Դարձյալ ուրիշ ծառաների ուղարկեց ասաց. հրավիրյալներին ասեք. Ահա պատրաստեցի իմ ճաշկերույթը, իմ ցլիկներն ու պարարտ անասունները մորթված են, ամեն ինչ պատրաստ է, եկեք հարսանիքի։ Իսկ նրանք անտեսելով հեռացան։ Մեկը իր արտը, մյուսը իր արտրին։ Իսկ մնացածները նրա ծառաներին բռնեցին, վիրավորեցին ու սպանեցին։ Երբ թագավորը լսեց, բարկացավ իր զորքն ուղարկեց, կոտորեց մարդասպաններին այրեց նրանց քաղաքը։ Այդ ժամանակ նա իր ծառաներին ասաց. Հարսանիքը պատրաստ է, բայց հրավիրվածներն արժանի չէին։ Արդ գնացեք ճանապարհների խաչմերուկներ գտնեք, հարսանիքի հրավիրեք։ Եվ ծառաները ելան դեպի ճանապարհները գտան, բոլորին հավաքեցին չարերին, բարիներին։ Եվ հարսանիքը լցվեց հրավիրյալներով։ Երբ թագավորը ներս մտավ հյուրերին տեսնելու, այնտեղ մի մարդու նկատեց, որը հարսանքավորի զգեստ չէր հագել։ Նրան ասաց. Ընկեր, առանց հարսանքավորի զգեստ ունենալու ինչպես այստեղ մտար։ Նա պապանձվեց։ Անշուշտ, երկնային հարսանեկան խնջույքի առակը Հիսուսի ուսմունքն է։ Այդուհետ, ո՞րն էր այս առակը սովորեցնելու նպատակը։ Այս առակի թեման ակնհայտորեն հարսանիք է։ Որպեսզի հարսանիք տեղի ունենա, այնտեղ անպայման ովքեր պետք է լինեն։ Այնտեղ պետք է լինեն փեսացուն հարսը։ Այստեղ գրված է. երկնքի արքայությունը նման է թագավոր մարդու, որն իր որդու համար հարսանիք արեց։ Թագավորն այստեղ վերաբերում է Աստծուն, իսկ որդին ներկայացնում է Հիսուս Քրիստոսին, ով եկավ այս երկիր որպես գառ։ Ապա միթե չպետք է լինի հարսը, ով ամենակարողն է հարսանեկան խնջույքի մեջ։ Եթե փեսացուն հիշատակվում է, հարսը նույնպես պետք է գոյություն ունենա, նույնիսկ եթե նա չի հիշատակվում։ Հարսանեկան խնջույք չի կարող լինել առանց հարսի, այնպես չէ՞։ Հայտնություն 19-րդ գլուխում գրված է. գառը նրա կինը պատրաստվել են։ Հիսուսն այս ուսմունքը սովորեցրեց հարսանեկան խնջույքի մասին։ Այլ կերպ ասած, դա Աստծու ուսմունքն է։ Ապա պետք է լինեն գառը գառի կինը, հարսը։ Նա, ինչ կարելի է ասել նրանց մասին, ովքեր հրավիրված են գառան հարսանեկան խնջույքին։ Աստվածաշունչը նրանց նկարագրում է որպես օրհնյալներ։ Այսօր Աստված ողջ մարդկությանը հրավիրում է Աստծո, Հոր ճշմարտությանը, որը Սուրբ Հոգին է, Աստծո Մոր, որը հարսն է։ Սակայն, ինչպես կարձագանքեն մարդկությունը հրավերին։ Գրված է, նրանք հրաժարվեցին գալ։ Թե դա մեծ օրհնություն է, սա տեղի է ունենում, երբ մենք փոխանցում ենք հետյալ ուղերձը։ Հավատացեք Աստծուն, Հորը Աստծուն, Մորը։ Իհարկե, ոչ բոլորը այսպես են արձագանքում։ Ոմանք ընդունում են այս հրավերը գալիս են հարսանեկան խնջույք։ Հայտնություն 19-րդ գլուխում այս մարդիկ չեն նկարագրվում որպես օրհնյալներ։ Մատթեոս 22-րդ գլուխի հայտնություն 19-րդ գլուխի միջոցով այսօր մենք պետք է հասկանանք, որ գոյություն ունի ոչ միայն Աստված Հայր, այլ Աստված Մայր։
Մենք պետք է կարողանանք բացահայտել Աստծո կամքը հարսանիք բառում։